Երկրորդ ամենակարևոր հարցը այն է, այս ձեր մատնանշած 20,000 ծառերից տնկված, քանի հատն է, որ սակուրա է, որովհետև տենց նաև շատ տարածված բան կա, թեզ կա, որ ամբողջը սակուրաներ են։ Ես կարող եմ պատասխանել հետևյալ կերպ, որ Երևանի քաղաքապետարանը, որքանով որ ես եմ հիշում ու վստահ եմ, ընդհանուր առմամբ 22 թվականից մինչև այս վերջերս Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել, այսինքն մենք ընդամենը 100 սակուրա։ Այդ 100 սակուրայից ավել տնկած չենք կարող լինել, բայց իմ տեղեկություններով դեռ մի քանիսը տնկված չեն։ Եթե հաշվենք, որ այդ ամբողջ 100-ն էլ տնկված են, ասենք, որ 20,000-ի մեջ ընդամենը 100 սակուրա է եղել։ Շատ լավ, պարոն Բեգոյան, բայց մեկը մենք դեռևս չենք կարողանում վստահ լինել, իսկ վստահությունը նաև գիտեք ինչու՞մ է գալիս, որովհետև օրինակ ինչն է մեզ համոզելու, որ այդ ծառերը չեն չորան, 45-8 հեկտար տնկել եք, լավ եք արել, հիմա ինչ եք արել, որ այդ ծառերը չչորանան։ Նախ ուզում եմ նշել, որ ընդհանրապես Երևան քաղաքում եւ հատկապես այդ ուրբան անտառներում առանց ոռոգման համակարգի որևիցե տունք չի իրականացվում։ Ամբողջ այդ 15 հեկտար կլինի 40 ավելացած վստահորեն կարող եմ ասել, որ ավելացված 45 հեկտար կանաչ ֆոնդը լիովին ծածկված է ոռոգման համակարգով հիմնականում անձրևացնող ոռոգման համակարգ։ Դա հանդիսանում է այդ կպչողականության եւ այդ անտառների գոյության հիմնական գրավականը։ Դրան գումարած նաեւ մասնագիտական հիմնարկի աշխատում եւ սկսած դրանց պարարտացումից եւ դրանց հետ կատարվելիք խնամքի աշխատանքներից իրականացում է կազմակերպության ստորաբաժանումները եւ սա է հիմնական եւ որակյալ տնկանյութը։ Մենք այդ տարածքներում, անտառային տարածքներում, այսպես եթե կարելի ասել, մեծ այսպես ասած գնված ծառատեսակներ շատ քիչ ենք տնկում միայն ֆասադային հատվածներում։ Մնացած հատվածներում ծառատեսակները դա մեր աճացածն են եւ հետեւաբար դրանք ունեն շատ բարձր որակ երկուսն էլ իր հետ եւ այս սրանցով պայմանավորված այդ անտառները գոյություն ունեն եւ ես կառաջարկեի բոլոր անձանց միգուցե ձեր ֆեյսբուքյան էջով կամ քաղաքապետարանի մի օր ուղղակի մեր ավտոմեքենաներով, մեր սպրինտեր տեսակի մեքենաներով, եթե կարիք լինի նաև կվարձենք կամ կխնդրենք այլ ավտոբուսներ, ովքեր կասկածում են կամ տեղերը չգիտեն, կազմակերպել մի այսպիսի էքսկուրսիա բոլոր այդ վայրերում այդ մարդկանց ուղղակի տեղում ցուցադրելու համար, ինչպես նաև հրավիրել լրագրողների։